այսպիսի ելույթներ երկար նախապատրաստական աշխատանք են պահանջում, որովհետև թե ձայնալարերը, թե շունչը, թե մկանային հիշողությունը պետք է պատրաստ լինի, որովհետև այդ 20 րոպեվա ընթացքում որևէ սխալ բան մենք մեզ չեն կարող թույլ տալ։ Ես սովորաբար 1 օր փորձում եմ լռել ելույթից առաջ, առհասարակ մարդկանց հետ շատ չխոսալ, միայն գնալ փորձի եւ վերադառնալ տուն, եւ նաեւ 1 օր in-ear-ները դնում եմ ականջիս մեջ պարբերաբար, որպեսզի ականջը սովորի սաունդին, ձայնը չտատանվի եւ մաքուր երգեմ։ Եվ վեբ բարձրանալու ժամանակ ես բնականաբար էներգետիկ աշխատանք եմ անում։ Նկատում եմ բոլորի բեմից զուգահեռ սիմուլտան գործողություն է կատարում։ Ես պետք է ուշադրություն դարձնեմ սաունդին, իմ շնչողությունը պետք է կառավարեմ, պետք է աչքի տակ պահեմ երաժիշտներին, պարողներին, կարողանաս կոնտրոլի տակ պահել, նույն ժամանակ բայց չլարվես, որովհետև այդ ազատությունն է, այդ կոմֆորտը, այդ ամեն ինչի մեջ այն է, ինչը հասնում է հանդիսատես